Սիրում են մարզերը։ Հրաչը կրակելա մազրում։ Մոռացել էի, որ աղջիկա։ Շիշն վերցած տվեց քելիս։ Ադմինիստրացիա։ Դու էլի դուքով ես խոսում։ Անդրաս իրակա, տղա ջան, ասում են դույով Դույով խոսա։ Հրաչ ջան, մերսի նկարի համար մաման տեսավ ու մահացավ։ Ամոթից թե։ Հրաչ Մուրադյան։ Լավ մնացեք։ Հերթական անգամ գնում եմ միջոցառում վարելու կոստյումով, թիթեռնիկով, կանգնած եմ, սպասում եմ տաքսին։ Տաքսին եկավ կանգնեց, օնլայն տաքսի, նստեցի ասի շտապում ենք, էլի, պետք է շտապ հասնենք հարսանյաց սրա, գնացինք։ Բայց հավատալեմ դու խնդիր չունես, սենց լավ ախպերա նստեմ ավտոս, գնացինք։ Հենց ու սկսեց քշել մեկը իրան զանգ եկավ, ալո, արա քեզ երեք չասի չզանգես էլ ես համարին։ Ես ես նստած գնում եմ ասենց, քեզ չասել չզանգես ես համարին, ուր ես էլ տեղը տասա, մալաչյա ես, հենց հիմա գալիս, ովքերով եք էլ ասա, 12 հոգով գալիս ենք հենց հիմա ձեր մոտ, ես Դու էլ արա։ մենք է գնում ենք դեպի Ավանիկով, էլի, Հակառակով։ հենց հիմա գալիս եմ մալաչյա, ուր եք 2 հոգով, հենց հիմա գալիս ենք կտե արետ, ձերով բան, վաբշե սկսիրիկ ունը կտնամ, Փրկվել ես, Փրկվել եմ, ես է չգիտեի, մենք ճիշտ ենք, սխալ ենք, ուր ենք գնում։ Խնդալու կլներ Արսանիկի արարողություն սկսեց էր, զանգին ասեն թամադան զոհվել է։ Ճակատամարտում։ Ավելի ծաղիկներ չկլներ, որից տաներ զալում, ու ասել ժողովուրդը լեկեք տեղ ենք եթում, 400 հոգով, իշտեինք մալացյա։ Բարի երեկո YouTube, բարի գալուստ Կարմիր խնձոր, բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին, սեղմեք ինչպես միշտ զանգակի կոճակը եւ գրեք մեկնաբանություններ, թե ինչ մեկնաբանություններ ավանդաբար ձեզ կհուշի Սիփանը, ինչ գրեք մեկնաբանություններում գրեք իսկ մաֆիադորի 7-րդ թողարկումը երբ հա դուրս գալու։ Ամեն շաբաթ 20:00-ին, իսկ Կարմիր խնձորը ամեն ուրբաթ 20:00-ին։ Ես եւ Սիփանը սպասում ենք ձեզ Կարմիր խնձորի էկրանից այն կողմ, իսկ ես սպասում եմ նաեւ մաֆիադորում էկրանից այն կողմ։ Դու դզված ես։ Այո։ Չէ, դու չես եկել։ Ասա գավազի գախնիկը Սիփանը նույնպես եկել է մաֆիադոր։ Բայց նախանձելի ես, չէ՞ հիմա։ Նայ, Կարմիր խնձորը վարում ես, մաֆիադորը վարում ես։ Հարսանիկներ վարում ես։ Հարսանիկներ վարում ես։ Սեզոնին ծիրանը արտաշատից բերում ես։ Էլի չէ, Էլի չէ պետք երջանիկներելու համար։ Մեր հոգիները փառավորվում են, մեր աչքերը արգայծում են։ Մեր մազերը բիզբիզ են կանգնում, երբ որ մեր սիրելի արտիստները գալիս են մեզ հյուր։ Ոչ միայն արտիստները, նաև մեր սիրելիները, մեր ամենաները։ Մարդիկ ովքեր փոխել են տարբեր հերոստացույցներ, GVC-ի մեջ եղել են, այն որ պլոսկի էկրան դարձավ դրա մեջ եղել են, լամպովի մեջ եղել, ամեն ինչ մեջ եղել են եւ մնում են միջև որս առաջիններից եւ տոպերից։ Դե ներկայացրու ուշադրություն։ Հանդիսատես լավ է։ Թվացյալ երջանկությունից իրականություն տանող ճանապարհին մեր այսօրվա հյուրն է հաղորդավար, պրոդյուսեր, սկանդալիստ 16 բաց նախագիծ Արչի շոու, բարի երեկո Ավրորա, Դարի գիշեր, Հայաստանի ձայնը, բաց թեմա նախագծերի վարող։ Բանուգործ, սոված խաղեր, 6-րդ զգարան, Աբելի քույրը, բյուրո համար 6, բնականաբար սեքսը փոքր քաղաքում, նախագծերի պրոդյուսեր, Կիսաբաց լուսամուտեր թոք շոուի կիսա աստված, համայն հայության հրաշ ջան, երկրի գլխավոր ուս, դե նրա ուսին լացում են բոլոր կանայք եւ տարբեր մարդիկ։ Հրաչ Մուրադյան! Անկեղծ ամաչացրեցիք տղեկ, ես չէի։ Հասել ես դրան, բայց հրաչ, հասել ես։ Մենակ ուշ չէին ասել, քեզ ինձ թվում է այսքան ժամանակ, բայց ինչպես ես։ Օրա լավ եմ, չգիտեմ ոնց կարելի է այս իրավիճակում լինել, բայց լավ եմ, չէ, լուրջ լավ եմ։ Մենք բարձել ենք, որ դուք հյուր չեք գնում ոչ միտեղ եւ մեզ համար սա պարտավորեցնող է։ Մենք սա կհիշենք միշտ։ Մենք նույնիսկ չենք էլ ուզում նկարել սա, որպեսզի ոչ մեկ չիմանա որտեվ շատ քիչ եք հյուր գնում։ Եթե ձեզ հետաքրքիր է նաեւ իմ բացատրությունը դրա հետ կապված, ասեմ, երբ որ դու ամեն օր եթերում ես ու հնարավորություն ունես գրեթե ամեն ինչից խոսելու, էլ արդեն իմաստ չկա։ Ես անկեղծ դրա անհրաժեշտություն չեմ տեսել ու ավելորդ ուշադրություն իմ անձի շուրջ չէի ուզում ստեղծել, մանավանդ կիսաբացի ժամանակ, որովհետև
Երիկ էր ավելորդ ուշադրություն, էլի։ Չնայած, Ամենակարևորը որ- շնորհակալություն առաջին հերթին, որ եկար, որտեվ մեզ մոտ այդ հարցազրույցային վիճակը դժվար թե գերակայի հաղորդման Հա ու մեր բարեմոտ հաղորդացում չեն լացում հյուրերը, ինչպես որ շատ հաղորդում Մենք կողուսին մենակ երկելու ենք։ Դեռ կտեսնենք։ Չեք լացելու, այո։ երբ եք վերադարձել։ 3 շաբաթ առաջ էի այստեղ, վերջին օրս է այսօր եւ գիշերը մեկնում եմ հետ տուն։ Վայ, Որ ես Աղջկա շատ եմ Հա, կարոտել։ մենք ես տեսնում եմ ձեր ստորիներ աղջկա այդ։ Շատ նման է պապայինի միջելոց։ Մեկ էլ մի բան խնդրեմ, էլի Այո։ տվեք, ձերով դուքով չխոսենք։ Ինքը չի կարող ուրիշտեղ։ Կփորձի։ Հա, ես պարոն Մուրադյանով եմ դիմելու։ Ուղղակի Հիրաչ ջան։ Դույով, բայց պարոն Չէ, ես ուզում եմ պահպանել սուբորդինատիա։ Խնդրում եմ Իսկ այն պահպանի լրջկվածը, իսկ այն լրջկվածը կարող է դույով խոսել։ Ես հրաչավ։ Ընկիր ջրերը։ Մենք ուրեմն սկսենք առաջի հատվածը, որը կոչվում է ճիշտավոր։ Ջինգլը ես մի հատ անեմ ճիշտավորը եւ գնացինք։ Դալալալալամ։ Ճիշտավոր։ Սիրելի հրաչ, ճիշտ է որ մասնակցել եք Անդրեյ Մալախովի նմանակների մրցույթին։ Չէ, ճիշտ է մի հատվածը դրա։ Անդրեյ Մալախովից հետո Մալախովի հետ կապված եղել է էս, это будут ցեյտիրը, ոնց որ տենց էր կոչվում թողարկումը։ Մալախովի հետ ծանոթացել ենք Յուրմլայում ու այդ տարի մեկը հանրային հեռուստատեսությունը սկսում էր բաց նախագիծը։ Այո։ Դուք օպտիկական ակտոնսներով։ Այո, դեռ կույր։ Դա վիրահատել եք։ Չէ, հերոստատեսային իմաստով դեռ չգիտեր ով ինչ է շնչում, ինչա կատարում։ Լավներ բառախաղը, լավներ դուրս Դրա համար եկա։ ենք իրեն փող տալիս։ Ու դա իրականում ծրագրի PR-ի համար է արվել եւ մենք գնացել էինք այնտեղ այդ իմ co-host-ը Թինանել էր հետս ու նմանակների մասին չի խոսքը ուղղակի Ցիցիրվեց էկանում։ հա իրանք խաղարկել էին այդ որ իբրև մենք նման էինք ինքն էլ ասաց որ ինքը հաստատ ավելի ծեր ու չաղ է Ճիշտ է ասել։ քան ես Ճիշտ է եւ բնականաբար մի քիչ էլ ավելի անտաղանդ բառացի ցիտում եմ իրան ու այդ պահերը ավելի դուր եկավ ինձ հա եղել է Բայց Անցան անցան մեր տարիներ հաջորդ յուրը Անդրեյ Մալախովն է ու ճշտելու ենք, չէ՞։ այո, իսկ մենք շարունակում ենք բարև հրաչ հաղորդումը։ Բայց էլի է եղել տենց դեպք հիշում ես, երբ որ սկսում էր լավ երեկոն, այնպես Այո, եւ Գարիկ մոտ Ուրգընտը, Ուրգընտը եկավ, կամ Իրան գնացին Ուրգընտի մոտ։ Երբ Ուրգընտը չի գալիս քեզ մոտ, դու պետք է Խոսքով դա նմանակների ուղղակի հիշեք որ 20-րդ դարում դա արդեն արել էինք չէ 21-ն էր արդեն Այո։ արել էինք հանրային հեռուստատեսություն 2003-4 թվականներն էր։ 2 կամ 3-ն Ես էր այդ ժամանակ տեխնիկ էի աշխատում բաց նախագծում, ինչ չի հիշում ուղղակի պարոն Մուրադյան։ տեխնիկներին ինքը չի տեսնում։ Ես անկեղծ երկար պետքա load լինեմ հասկանալու համար Չէ, որ բայց պահնա ինչ է, լուրջ չէ, որը չէ Տեխնիկի բանը լուրջ է, մասնախագիծը չէ։ Մալախովը ինչ էր ասեց, իբը ինքը ավելի արդեն բան է։ Ծեր եւ չար։ Բայց ծեր չախ եւ մի քիչ էլ Ատառը ավելի եւ ակնդետ բաներ են։ Իսկ տեսակ ինչ են անում էսթետիկ կենտրոնները տարիների ընթացքում 20 տարի անցավ Մալախովը ավելի Ես դու լմավում ենք արդեն ամերիկյան Իդեպ հաղորդումները, դա 40 րոպեանց գովազդամ։ կատակը կատակ բայց մի անգամ իրար հետ կորպորատիվ էինք վարում տենց հարսանիք էինք վարում այսինքն երկու հայ հաղորդավար էին երկու ռուս հաղորդավար էին Այն արսանիկը որ վերջում է Կիրկորովնա գալիս երկում դրանք է ինքը անպակաս է Հա։ ինքը Կա դե։ հա առաջին գիշերվա մասնակից է եթե հայ-ռուսական հարսանիք է Կերկորովը միշտ կա այդ հարսանիքին նորից Կարմիր խնձորեն կան, չէ՞։ հիշել էր Մալախովը գիտեք ինչ լավ կարմիր խնձոր են վարում լուրջ բայց ոնց բարով տեսանքով ամեն ինչով ցույց տալով պարացնելով Իրանք շատ լավ են վարում։ Իրանք вообще տժժում են։ Հայկական հարսանիքներ մանավանդ ռուսները շատ են սիրում։ Անցնենք առաջ, այո։ Հաջորդը եղել է որ կիսաբացի ժամանակ հերոսները նորմալ շփվեն իրար Կարաս հարցը չտաս, ուղղակի եղել է հարցին, կարամ պատասխանեմ, այո, ինչ լինի, ինչ ուզում եք ասեք, եղել է, հա։ Չէ, բայց եղել է որ հաստատ բայց սա միջև վերջ լսի Էական չի արդեն։ վերցրել ես հերոսներից մեկի մազերից Ահա։ խփել ես պատին, չէ, բայց արի կարդամ այն ինչը որ գրված է։ Եղել է որ ուղղակի թերթական թողարկման ժամանակ կիսաբացի նորմալ շփվել են իրար հետ Կռիվ չեղել, սկանդալ չէ։ հա, ու դու տեսել ես որ ինչ-որ սկանդալային բան չի տեղի ունենում, բզել ես էքսպերտներից մեկի բերդին։ Եղել է թե չէ։ Կարասի։ Մտածում է, եղել, չէ, իհարկե չի եղել, բայց անցած օրը Գոքորենց էինք նկարում նախագծի շրջանակներում Full House-ի Գոքորին։ Գրիգորին Դանելյան։ Այո, Գրիգորին Դանելյան, որը սենյակը եղել է մեր KPP-ի մուտքի TV մտնելու հենց անմիջապես դիմանց, ու ասում եմ մենք կիսաբաց էինք անում, պարզվում է կիսաբացի նկարահանումներից հետո ամենահետաքրքիրն է սկսվել։
որ գնում Երբ որ դուրս են եկել։ իսկականից շատ խնդալու կլինի։ Ես քանի որ այդ ժամանակ արդեն հաջորդին էի պատրաստվում, երբեք դրա ականատես չեմ եղել, Գոքորը պատմեր ինչ era եղել ընդհանրապես այդ ժամանակ։ Իսկ եղել է որ իրար հետ կրմեն դուրս գան իրար ձեր տան։ Դու գնամ բակ։ Ես Ենթադրում եմ, հա։ Եղածած կլինի հաստատած։ Ես մի քայլ առաջ Արմենիայում ինչ որ հերթական ինչ որ նախագիծ կար, ես մասնակցում էի ու բանի մոտ Տեխնիկ էլի։ Չէ, այս անգամ արդեն Բենի բան որ, ռեզիդենտ բենի New բան School Comedy-ն էինք անում 19 թվականին, այնտեղ մի խոսքով եկել ենք, որպեսի մտանք ԿՊՊ-ն անցանք, մի հատ տղա շատ բոյով 1.9 այսպես բոյով, այսպես կանգնած ԿՊՊ-ի դիմը այսպես վախեցել ենք, ասում ենք, ասա եկել ենք կոտ ադմինիստրատիվ վեճերով եկան, կիսաբացի ժողովուրդն էին, փաստորեն իրանք ինչ-որ չգիտեմ, պատրաստում էին, հա, այդպես շատ ջղայն, եթե ինչ-որ մեկը չիմանա, որ այդ կիսաբացի նկարանում կար, հաստատ կասեր ստեղ ինչ-որ բան այն չի։ Տիպան 1.9 Դե շատ բոյով էր ու դե շատ ջղայն։ Նայեք, ես քանի որ այդ 14 տարիները իրականում ապրել եմ մի հատ ուրիշ իրականության մեջ, չեմ Թվացial երջանկությունից։ իմ համար առնվազն դա թվացial երջանկություն էր, հա։ Ես չեմ տեսել եւ ուշադիր չեմ եղել, թե ոնց է ու ինչի է դա հումորային դարձել։ Իմ համար լրիվ լուրջ դա շատ դրամատիկ դրամայի պրոյեկտ է եղել, որտեվ այդ մարդկային ճակատագրերի մեջ ես չեմ ուզում դա ծանրացնեմ, բայց միևնույն ժամանակ ինձ թվում է պետք է հարգել նաեւ այդ մարդկանց անձնական կյանքը ու անձնական դրաման, ինչի ականատեսը ես եմ եղել մեր թիմի հետ։ Ու ես հասկանում եմ, որ մարդիկ կոնտեքստից, երբ որ դուրս են կտրում որոշակի արտահայտություններ, ձեզ էլ նկարեն ինչ որ իրավիճակում, Միշտ ծաղ։ հա, կարող է դուք էլ նման բան ասեք, բայց երբ որ դու խոսում ես մարդկային ճակատագրի մասին եւ մանավանդ որ այդ կարա ազդեցություն ունենա, այդ մարդիկ մինչև այսօր զումերների մոտ նույնիսկ, հա, ուրիշ թափա անընդհատ չի վերջանում կիսաբացը, պրոյեկտը փակված է։ Դե բայց անհնարը դա վերջանա, որովհետև դե միշտ ակտուալ է այդ ամեն ինչը։ Գիտես, թեվավոր խոսքեր են իրենք դարել արդեն վաղուց, ու սազում են իրականության մեջ։ Մեր դա մենք ենք։ Շատ լինես, սիփանդել լիքը տես թեվավոր։ Ես արանքով ասում եմ շիշն վերցես, տվեց քելիս, ուղղակի մենք դա կտրում ենք, այո։ Սիրելի հրաչ, 6-րդ զգայարան, բյուրո 6 նախագծերն ես պրոդյուսինգ արել։ Համա պրոդյուսերն եմ եղել, այդտեղ ունեցել եմ ընկեր, իմ համար շատ հարազատ մարդ, ում հետ մենք Արտուր Զաքարյան։ Այո։ Համա մի հարց էլ ես ունեմ։ Չէ, ոնց որ ես բանտում լինես, այս ճաղերի արանքից եմ քեզ։ Արի սենց անը։ Իդեպ կարող ես սուրճ տալ խմի։ Այդ մի քիչ բրտի ես կներ։ Ահա։ Ներողություն բրթել բառի համար։ Ահա, չի կարող եք։ Վեր Ոնց ես հրաչ։ Լավ ջան, դու ոնց ես, վերջապես տեսա ելքը։ Ինձ հետաքրքիր է, որ co-producing ես արել այդ նախագծերը 6-րդ զգայարան բյուրո համար 6։ Դու անձամբ հավատում ես գուշակներին։ Անկեղծ սարեր ձորեր ընկնելով, Քյավար գնացել ես, դե իհարկե գնացել եմ։ Չկա 6-րդ զգայարում երբ որ մենք Օսանի մոտ գնացել։ Եթե ես չեմ եղել, ապա թիմից ինչ որ մեկը հաստատ գնացել է իրանց մոտ։ Եկեք այսպես ասեմ, իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է հույսը այլ բանի վրա դնել։ Միանշանակ։ Իսկ դու ոնց ասես, քիչ եղել այցելես ոչ թե դրա նպատակով պրոյեկտների, այլ անձնական գնաս ասենք գնալ ասեն, հա հրաշ ջան, եկել ես վաղվա նկարում, ասես, չէ, մի հատ մոմենտ վաղ։ Ինչ այդտեղ քո հարցերով գնաս։ Չէ, երբ որ մենք իրանց փորձում էինք, այսինքն այդ նախնական փուլներ անցնում։ Ոնց եք փորձում։ Ամենատարբեր բաներն օրինակ չենք, պահում էինք գույներ, ասում էին, տարբեր տեխնիկաներ։ Իսկ կոֆեի բաժակին հավատում ես։ Ես առհասարակ սնահավատ չեմ, ես հավատացյալ եմ եւ միակ բանը եւ երևույթը ինչին որ հավատում եմ դա Աստված է։ Հա, because Եվ չեմ սիրում դրա մասին խոսել, որովհետեւ հավատքը եւս PR-վելու եւ ավելի լավը երևալու տարբերակ չէ, հավատքը քոնն է։ Չափից շատ անձնական եւ ինտիմ թեմա է դա խոսելու համար իմ կարծիքով, դրա համար Իսկ թեման եզրափակելով սուրճը վերջում կարող ես մի հատ ծակեր, մեր Լևոնը գնայի։ Սիփանը շատ սուրճ։ Սուրճը թե բաժակը։ Դու սուրճը ծակի, Սիփանը սուրճով բաժակը կծակի։ Դե միանգամից կասի ինչա կատարվելու ընդհանրապես մեր կյանքում։ Հիշեցնենք, որ Monk 3-ով շարունակում է Կարմիր խնձորը, 7 ամսից նշելու ենք Սուրբ Ծնունդն ու Ամանորը։ Կոմենտներում կարող եք գրել ձեր հույզերն ու Հարաճը այսօր մեծ հյուրա Մուրադյան հրաչը։ Հայ նույն տղեն է, որ հագնում էր Կարշնասկի ու քաղաքով հետ է տալիս մի հատ սիրուն խասկի։ Մեզ սիրում են մարզերը։ Հրաչը կրակելա մազրում։
Փակում եմ որ չի մասի։ Գիտես, այդ ինֆորմացիաներ ունի։ Ինչ։ Զգուշ եղեցի փալից, անկեղծ եմ ասում։ Ես կարող եմ կրկնել։ Չէ, շնորհակալություն։ Ասա ես կհաստատեմ կամ կժխտեմ։ Մեզ ատում են մարզերը, հրաչը կրակելա մազերը։ Ճիշտ է, երկու անգամ Կարմիր մեկի խնձոր, Մի անգամ չէր կպա։ Չէ, երկու տարբեր հատվածներ եմ կրակել։ Հրաչ, բայց իրականում գեր բնական է։ Չէ, պատմանը գերբնական է, նոր հաղորդման Գերբնական է գեղեցկությունը։ շատ բնական է։ Բայց այս ինֆորմացիան եթե մենք Վիկիպեդիայում չկարդայինք, իսկ ձեր Վիկիպեդիայում գրած է, որ անցած տարի Ահա։ ու գրելա սիպանը։ ես եմ ավելացնել, ընդհանրապես չենք ասում, մի հատ սիմպաթիշնի Հրաչ Մուրադյան։ Մերսի։ Ճիշտ։ Տեսեք, եթե կա ինչ-որ մի բան ու արել եմ ու կարող եմ ասել Պատասխան տալ մյուսներն էլ ու ես իմ ընկերների շրջապատում էլ դրա PR-ն եմ անում, եթե կարա ինչ-որ մեկը իր կոմպլեքսներից ազատվի այդ նույն քայլին գնալով, գիտեք, քանի հոգու եմ համոզել ու դա արել եմ։ Բայց ոչ բոլորի մոտ է, ասենց ամեն ինչ բնական Ճիշտ մասնագետա պետք ընտրել։ Բայց ցանկ ամբողջությամբ կտրելու ենք անենք, ոչ մի բան չենք թողել, որպեսզի Մազերը? հեռուստադիտողը չիմանա։ Ինձ թվաց Այո, մազերն են այո։ կտրելու, դա ես եմ ախեցում մազերը կտրելու են գազի մազը։ Չէ, բայց Մարզը ես երկարացնում։ ես շատ չգիտեմ, դու գիտեք, օրինակ ես AI եմ։ Այ ախպեր։ Բավական լավ է այս, որտեղ մենք էլ ենք AI-ով աշխատում, սենց արդյունք չունենք։ Հիմա որ ես Կարամ քեզ տանեմ տուն։ Սա դարտականն է լը սովորեցնում։ No. Գիտես չէ, այ լեզուներ են սովորեցնում, սիպայում հումորներ են սովորեցնում։ Կիսաբաց լուսամուտների այդ լեգենդար պրոյեկտը, որը համարվում է հայկական հեռուստատեսության, եթե ոչ ամենաերկար, ապա ամենաերկար տևած թոք-շոուներից, չէ, եթե որպես թոք-շոու ժանր ամենաերկարն է տևել։ Ենթադրում եմ ամենաերկարն է եղել, որտեվ մի հատ, որը քիչ առաջ ակնար կարեցի դրա մասին, բաց նախագիծը եղել է իմ առաջինը, հայկական առաջին թոք-շոուն է առհասարակ եղել, բայց մեր հետ կիսաբաց լուսամուտների հետ տարբեր հեռուստաալիքներով Եկել են, հա, գիտեմ։ մտան եւ շատ արագ Փակվեցին, որտեղ չեն կարող։ հեռուստատեսային Բայց մինչև դրան անց։ Շատ սիրելի Հրաչ ջան, մենք եզրափակելով կիսաբաց լուսամուտների թեման, այսպես ենք եզրափակում, քանի որ այն ծնեց իր հետ շատ թևավոր խոսքեր այս տարին ընթացքում եւ շարունակաբար մարդիկ նույնիսկ եթե ինտերնետում չէ, առօրյա խոսակցություններում կարգին հաղորդման նման ցիտում են այդ խոսքերը։ Եվ մենք մտածեցինք, որ ադապտացրեցինք այդ թևավոր խոսքերը երկրի գլխավոր միս ուտելու հեքիաթին, կա այդպիսի հեքիաթ։ Շունն ու կատուն։ Okay։ Ես համոզված եմ, եթե Թումանյանը ապրեր, այսօր գրեր այդ հեքիաթը, ապա միանշանակ դու լինելու ես, ձեր պրոյեկտը լինելու էր մայր տարբեր, մայր օրինակը դրանից է Թումանյանը։ Եվ այսպես շունն ու Մենք կատուն բաժանել ենք մասերի։ Տեսնում ես, դու քոնես կարդում ենք, մերն ենք կարդում ենք հեքիաթը։ հեղինակի ձայնը, այսպես ասած դուք եք, կերպարները անելու են կեսուլյովը, եւ այսպես մոնկ 3, կարմիր խնձոր, շունն ու կատուն, Հրաչ Հրաչ Հովհաննես Թումանյանի 130 Պատրաստ ենք, ծափերը գնացեք տեխնիկական ամբողջ կազմ եւ սկսենք։ Կալ չէ, անձնակազմ։ Ժամանակով կատուն ճոնն էր, շունն էլ գլխին գդակ չուներ, շունն իր համար գլխարկ չէր կարում։ Տղամարդ ինքը չէր կարում։ Կատուն էլ հոգնած տուն էր ուզում։ Stop baby, este կայնաս դուր ես վազում։ Շունը կատաղեց, կայնի, հարգելիս։ Շիշն վերցած տվեց քելիս։ Փիսո ջան, ցուր տա, մրսում է ականջներից ծայրը։ Ես քո տեղնա որ եկել ես այս լավ միջավայրը։ Օհ, սովորական արեստանոցա, սարքել ես կլուբ։ Նախ ես ընդհանրապես կլուբ գնացած չկամ, եթե գնացել եմ միայն ընկերուներիս հետ եմ գնացել։ Կատուն զգաց շունն անցել է սադրելուն։ Չիմանաս է Սիլվան անտերա, ես մինչև արտասահման եմ դիմելու։ Ավելի լավա գտակս կարի, համել ձեռի չկա գործ։ Ոնց, խճան 1, Վանուշը 2, Համոն 3, Մեխակը 4։ Քո համար ձրի չեմ կարի, քերի քուչի։ Ես որպես երեխա, չկա անձի գոնե մի պուճուր բուլկի։ Ուրբաթ օրը քերի քուչին, ուստեն եկավ քուրքը հակին, եկավ տեսավ գդակ չկա ու երկուսով հական իրար, էլ impeachment ստեղ դու կդնեք քաղաքական ոչ մի բառ, էլ լուստրացիա, խաղաղության դեմոնստրացիա, ներս եկավ ադմինիստրացիա, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ դիվան բաշուն, այդ օրվանից էս մեր կատուն չի մոռանում այդ անիցյալ օրը։ Քուտիրոշմերը, քուծնողը։ Երկնքից ընկավ 3 խնձոր, 3-ն էլ կարմիր, 3-ն էլ համով։ Թվում է ունենք ընդամենը այսքան բան, սակայն ունենք բարի վերջա։
Բան։ Ասում է պատահաբար եմ պատահում կյանքում անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս։ Սեն իսկական են սա է։ Իսկ տեսա՞լ ինչ լավ է այս ամեն ինչը։ Իսկ ասես մարդիկ ծիծաղում են, ոչ մենք գրականության մեջ ենք օգտագործում։ Ես ընդամենը խնդրում եմ այս ամենի հետ մեկտեղ հասկանալ, որ այդ մարդկանց կյանքում կա դրամա եւ այդ մարդկանցից մեկը մենք ենք։ Իմ ամբողջ ասածը դա է։ Չէ, բայց ես մի քիչ համաձայն չեմ, հրաչ։ Դու կարող ես ավելի Չէ, մի քիչից ավել չեմ կարա, այտենց չեմ կարա ստուլ տամ։ Չէ, ուրիշ բան է համաձայն չեմ։ Հումորը ինքն էս բանա, որ ամեն ինչի ինքը աշխատում է միշտ։ Այսինքն հումորը վիրավորել չի։ Հումորով կարելի է ամեն ինչից խոսալ, բոլորի մասին խոսալ ու ոչ մեկ պետք չի նեղանալ, որտեվ հումորը բարի բանիկ է։ Ինքը անում է, որ մարդը շփտա չի զամուր նեղացնել։ Հումորին դնեմ գլխիս հումորիստներին էլ հետը։ Բայց Բայց հումորը երբ որ հումորը ձեռք առնելու է վերածվում այդ մարդկանց, իսկ մենք ունեցել ենք հումորային նախագծեր, որոնք պարզապես շաբաթվա ռեյտինգն ունենալու համար բառացիորեն ցիտում էին կիսաբաց լուսամուտները, դրանք լինեին հումորային ակումբներ կամ սիթկոմեր, այդ մարդկանց հաշվին արտահայտություններ իրենք վարկան իշ էին ձեռք բերում ու երբ որ այդ սիթկոմում է դա ծիծաղալու է, բայց երբ որ մարդն է բնական ասում, դա ձեռքառնոց է, ինձ թվում է։ Իմ ամբողջ ասածը դա էր։ Ես հասկանում եմ դու ինչ ես ասում, բայց միշտ հիշենք, որ հումորը բարի բանիկ է։ Մեռնեմ հումորի ջանին։ Դրա մասին չի խոսքը։ Սիլվայի կյանքին է մեռնեմ, էլի։ Այո։ Կարևոր դուք միջև վերջ չեք դիտել երբեք մեր հաղորդումները։ Դու էլի դուքով ես խոսում։ Անդաստիրակ կա, տղա ջան, ասում են դույով Խնդրում եմ ես քեզ, դույով խոսա։ Չէ, հրաշ ջան, կարևոր դու չես նայել մեր բոլոր թողարկումները միջև վերջ, միջև այս մասը, միջև այս հատվածը։ Լևոնը հիմա կասի թե ինչ բրենդավորված փուլ է սկսում ես մոտ։ Ասեմ մոտավորապես ինչա լինելու։ Դավայ։ Փակա լինելու իմ բերանը, իր աչքերը, քո ականջները։ Ես քեզ պանտոմիմայով բացատրել եմ արտիստ, ինքը քեզ լիպսինգով բացատրում է այդ արտիստի ստեղծագործություն, դեր, հաղորդում, երգ։ Հիմա քո սիրած երաժշտությունը կմիանա։ Դու ուղղակի փորձի միշտ տարբերակներ ասես։ Չի քո սիրած երաժշտությունը, կոկոն վարդերը։ Դեռ չի հնչում։ Հա՞։ Լսում ես։ Շո սկսել է արդեն։ Ահա, դու կարաս խոսալ, դու խոսա։ Աղջիկա տղայա։ Մազերը երկար է, խուճուճա, ունի։ Հա, օքեյ, աղջիկ այս, կինա։ Ու շատ խնդալու է իմ մոտ System of a Down-ը ականջից։ Ռայսա Մկրտչյան։ Ներկա ժամանակների, հա, Ռայսա Մկրտչյանը ներկա ժամանակների է, ողջ է։ Հա, Ռայսա Մկրտչյանը չի։ Նունե Եսանը։ Թաթան։ Ա մոռացել եմ որ աղջիկա։ Իվետա Մուկուչյան։ Բրունետ։ Չի երգում դերասանը։ Օ ասմու քողա։ Հրաչի Ուտմազյան։ Բոյով։ Բոյով ասմունքողում ունենք։ Հələ ձենդ կտրի։ Ասմունքումա։ Երկումա։ Հաղորդավարա։ Հաղորդավար Նազենի Հովանեսյան։ Նազենի Հովանեսյանն է։ Ահա, գնացինք։ Կամուրջներ, կամուրջներ։ Կամուրջ, Կամուրջ, կամուրջներ, կամուրջներ։ Համի ուժը, համի ուժը։ Համի ուժը։ Համի ուժը։ Երջանկության մեխանիկա։ Երջանկություն։ Երջանկություն։ Կան մեխանիկա, մեխանիկա։ Մեխանիկա, երջանկության մեխանիկա։ Օ, ճիշտ է։ Կտավա, դալչը։ Անընդհատ ես դուս տալի։ Դույնա։ Բոյովա։ Միջինա։ Կոլոտա։ Միջին բոյե, տղայա աղջիկա։ Տղայա։ Երկիչա։ Թամադայա։
Ավոնաբար սեղան։ Չէ, դե աստվածներից է տես չի։ Քաղաքական գործիչ, հա։ Որտեղ Ծառուկյանն է իրանում։ Չէ, Ծառուկյանն է։ Էդի ո՞ր այդի կարմիր գծով գնում է իրան։ Ինձ ասում էր ասում Ծառուկյան ոնց է։ Այ։ Ահա։ Որչեմ։ Նա։ Ասում դու։ Ինձ հարցազրույց տվել, հա։ Չեմ հասկանում դոշերդ ինչի ես բռնում։ Դոշը, հա։ Փորը, հա, հումորիստ է։ Հասկացա։ Չէ, նա եթե չես ասել։ Վաչենա, դու Աշոտը Ղազարյան։ Ոնց Կներեք լեգենդի։ Աշոտ Սուրենիչ։ Արա նստանք անտենանտե գրինքետ սկեչերը որ չհիշեն, հա։ Բանը, մեր բակը, մեր բակը։ Բակը, այս երեկոյան ոնց է late night with Ashot Khazarian. Դանդաղ խոսա։ Late night. Գլեյ ինչա։ Late night. Գլե։ Երեկոն late night. Անգլերեն ես ասում բանը, հա։ Late night. Late night։ Late։ Չէ։ Շաբաթ երեկո։ Երեկոն։ Հա, ինքն։ Հա։ Հետո չեն եկանում գուշակեն ապերի դիմակասի մայստրոն։ Էլի մուրուկունի։ Հա։ Ահա։ Պապայությունա։ Դերասանա։ Մուրուկունի։ Արթուր Նաուտմազյան։ Չէ։ Հումորիստա։ Շատ հին։ Ստեղի մուրուկով։ Խոսացեք ժողովուրդ լրություն է։ Էս որ անում ես, էդ չեմ հասկանում։ Սեղանի տակ, հա։ Աշոտ Ղազարյան։ Նոր ասեցի Աշոտ Ղազարյան։ Ապա այս չեմ։ Աշոտ Ղազարյանը որ ասից։ Հա, Աշոտ Ղազարյան։ Աշոտ Ղազարյանի հետ best friend է։ Հրանտը թողացան։ Այո, BFF-ին իրար է։ Դրանց, հա։ Հա։ Հրանտ Հովանեսյանը որներ։ Mea culpa։ Mea culpa։ Չէ։ Չէ։ Երկու աստղ, երկու աստղ։ Երկու աստղ։ Չէ։ Մեր այբենարանը։ Մերը հասկացա։ Այբենարանը։ Մեր այբենարանը։ Հա։ Ունենք, ստացեք։ Անջատեք բոլոր կամերաները։ Հեռացեք այստեղից։ Ինձ թվում է, երբ որ ցույց էի տալիս Դազենին Հովանեսյան, ասաց երկար մազերով ու դոշերով, ասաց թաթար։ Այդտեղից կորավավ։ Եկանք մի հատվածի, որը բնութագրում է մեր հաղորդում որպես sense արգելված պտուղ, կարմիր խնձոր։ Այսինքն մեզ պետք է չլսված պատմություն, չասված, չտեսնված եւ չլսված պատմություն։ Այդ իմ ամենավատ կողմն է։ Պատմություն, որը չես հանրայնացրել կամ չես ուզեցել հանրայնացնել, հիմա ձև չկա։ Ինքը պարտադիր ճամոթ լինի։ Ինքը կարող լինի բան, որի մասին գիտենք մենակ ես դու Սիփան։ Խնդուկ, զվարճալի։ Չեմ հիշում այս պատմությունը պատմել եմ թե չէ, այս գալուցս չէր, նախորդ գալուց էր։ Ինքնաթիռի մեջ մոտենում է ինձ մի հատ տղամարդ ու մոտենում է ոնց։ Զուգանի դուռը բացում եմ, ինքը հենց դեմս կանգնած է ու Ատրճանակով։ Չէ, շատ բան։ Կարանք նկարվենք։ Ասում եմ, հա, կարանք։
ու ավանդական տեքստ կա դրանից հետո կամ ասում են մամաս ձեզ այնքան շատ է սիրում կամ տատիս ձեզ այնքան շատ է սիրում չեն քնում իջև չեն նայում քո չէ այդ մեկը չեմ լսել իմ ասել մի խոսքով ասում եմ ասում եմ մամայիս համար հիմա առողջական խնդիրներ ունի գնում եմ իրան տեսնելու երկար տարիներ չի եղել մի խոսքով շատ տենց սրտին մոտ պատմություն է ու ես հասկանում եմ որ այդ նկարը ուրախացնելու է տիկնոջը շատ ջերմա լինելու իր համար, ամեն դեպքում այդ հույսով եմ որ բան, հա, ու ինչ որ ժամանակ հետո Instagram-ում այդ մարդը ինձ գրում է, ու ինձ իմ admin-ը ցույց է տալիս, Հրաչ ջան, մերսի նկարի համար, մաման տեսավ ու մահացավ։ Ամոթից թե Անին ես դու տեսավ։ Ոայ կներեք։ հենց նոր մաման տեսավ Այս նոր ասցնի։ Արարատի ձյունը բերեցին Հրաչի նկարը տեսավ Անկեղծ նենց երկակի էմոցիաներ ունեի այդ ժամանակ եւ Հել տեսում հետև նկարվել։ ու հետո հասկացա որ մաման վատառողջ չի եղել ինքը Միացյալ Նահանգներից գնում էր գալիս էր Երևան որ մայրիկին Դրանից տեսնել հետո մարդկանց հետ զգույշ ես նկատվում, չէ։ Ամեն դեպքում հուսով եմ որ ինձ տեսնելուց ոչ մի չի մահանում իմը չէր խնդիրը Բայց Մաման ուրախությունից մահանում է հրաչ չէ։ Շատ ծառայ։ Ուղղակի ես ուրիշ տարբերակ ունեի, որ ասած կարանք նկարվենք, նկարվելուց հետո դե կաբինայից ասեն պիլոտը ուր առաջ։ Երկրորդ պիլոտը։ Մենք մեր բոլոր հաղորդումները ավարտում ենք մեր ավանդույթով։ Վերջ Մենք ունենք եկան որ Շնորհակալություն Վաչիկովիչյան որ երկար։ Որտե՞ չեք ասած գնա նկարվա տեղել գնամ էլ այդ չգամ։ Իսկ մենք ուզում ենք որ դու շուշուտ գաս Հայաստան։ Եկեք ընկերություն անենք Ես միշտ պատրաստ եմ։ Մենք Viber-ով միայն Ես պատրաստ եմ դաժե Զաքս ընկնեմ որ գոբովի։ Զաքս ընկնեմ։ Չէ, ես ոնց ասեմ, կարաս տուն չգնաս գաս մեր տունը մնաց որ գալիս ես Հայաստան։ Շատ մեծ տուն։ Լավ առաջ ուր եք մնում Մարաշ։ Բագրևանդ։ Չէ։ Դու Ես երրորդ մաս։ Մարաշ։ լավ կմտածեմ Արի, մենք Երրորդ մաս ու շատ պատմություններ եմ դիտում։ Դե երրորդ մասը Չարբախին մոտ է ես Ես Չարբախում եմ կիսաբաց լուսամուտները փաթվելուց հետո ես շատ դեպքեր տենում եմ մեզ մոտ։ Դե մասնակցի մեծ մասը իր արևաններն են, էլի։ Keep ենք մենք այո։ Իսկ արամ մինչև երկը երկել է Ֆորշին ու իր աղբորը Արտակին բարևեմ որովհետև Արտակը իմ հետ հոսպիտալում ամիսներ է անցկացրել մենք զինվորական հոսպիտալում էինք որովհետև ես ոդկս կոտրել էի ինքն էլ ուներ Դա որ թվականի վնասված դա 2004-ին Միանշանակ բարևներ Ֆորշին մեծ Ֆորշին եւ Մուրացանի զինվորական հոսպիտալի ամբողջ անձնակազմին։ Պատրաստ ենք։ Սիփանիչի մի քիչ։ Որտեղ։ Ապա լուսին իջի։ Բայց լույսը հենց ի վրա է խփում։ Եր ամեն օր մի բան ենք ասում։ Ապրես կլի իշնես, պրոստը Բրատ ինչի է դու էլ Լավ հանգստացի ասում եմ լույսը հենց Ապա լուսը ստե Ադմինիստրացիա Լավ մնացեք